Ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծնունդը։ Ինչպես է իրականացրել Հիսուսի ծնունդը։ Առաջին եղանակը, որ մենք տեսնում ենք, այն գերբնական ճանապարհով է եղել։ Գերբնական ճանապարհով է եղել, ոչ սովորական, ոչ տրամաբանական, ոչ սահմանված մարդուն հատուկ։ Եվ այս համարում տեսնում ենք ծնունդի գերբնական լինելու տրամաբանական ապացույցը եւ աստվածաշնչյան հաստատումը այդ մասին։ Նայեք 18-րդ համարին։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց միմյանց մերձենալը, Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Այսպեսով հարցին ինչպես է Աստված իրականացրել Հիսուսի ծնունդը, առաջին պատասխանն այն է, որ Աստված այն իրականացրել է գերբնական ճանապարհով։ Այսպեսով ինչու է գերբնական Մարիամի հղիությունը։ Առաջին այն գերբնական է, քանի որ հղիությունը եղել է առանց ամուսինների մերձեցման։ Առանց ամուսինների մերձեցման։ Նայեք 18-րդ համարի 2-րդ մասին։ Նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանված էր, նախքան նրանց միմյանց մերձենալը։ Նախքան միմյանց մերձենալը։ Նախքան մերձենալը նշանակում այն, որ նրանք որպես ամուսինների ֆիզիկական մտերմություն չեն ունեցել։ Համարում ասվում է նաև, որ նրանք նշանված էին։ Միթե սա կարևոր է այստեղ։ Ինչու է կարևոր նրանց նշանված լինելը։ Տեսեք, 5 տակարանի հрьяաների շրջանում նշանադրությունը նույնքան պարտավորեցնող գործողություն էր, որքան այսօր մեզ համար ամուսնությունը։ Սա մասին 19-րդ համարում ավելի պարզ է երևում։ Այդ ժամանակ նշանված զույգը օրինականորեն համարվում էր ամուսին եւ կին, նույնիսկ եթե նրանց միջև դեռևս ֆիզիկական մտերմություն տեղի չէր ունեցել։ Այս ընթացքում նշանված զույգերը միասին չէին ապրում։ Սա այն շրջանն էր, մոտարպես 1 տարի էր անցնում, կամ գուցե մի փոքր ավել կամ պակաս, երբ Մարիամը Եղիսաբեթի մոտ էր 3 ամիս։ Այս օրերում ամուսնությունը 2 փուլով էր իրականանում։ Առաջին փուլը հենց նշանադրությունն էր։ Երկրորդ փուլի իրականացումը չուներ ֆիքսված օր, բայց սովորաբար տեղի էր ունենում մոտ 1 տարվա ընթացքում։ Այն կախված էր ընտանիքի պատրաստվածությունից, հոր կամ ընտանիքի պատրաստությունից, պետք է փեսան պատրաստեր բնակարանը, իրենց ապրելու համար ամեն բան, այստեղից ավելի հեշտ կլինի հիշել Հիսուսի այն խոսքերը, որ գնում եմ ձեզ համար տեղ պատրաստեմ, իրենց մշակույթի մեջ սա կար։ Եվ երկրորդ փուլը նաև կախված էր հարսնացուի բարոյական անարատությունից։ Այսպեսով Հովսեփն ու Մարիամը նշանված էին, որը հավասար էր մերօրյա ամուսնացած վիճակին, բայց դեռևս իրավունք չունեին ֆիզիկական մտերմության, եւ նշվում է, որ Մարիամի հղիությունը տեղի է ունեցել նախքան նրանց միմյանց մերձենալը։ Սա տրամաբանական ապացույց է այն բանի, որ կատարվածը ոչ սովորական բան է։ Մարդկության պատմության մեջ նման դեպք տեղի չի ունեցել։ Շատերն են ցանկացել մեսիա լինել, իրենց հայտարարել են որպես մեսիա, բայց նրանցից յուրաքանչյուրն էլ ծնունդ են առել տղամարդու եւ կնոջ մերձեցումից։ Այս փաստը խոսում է այն մասին, որ պետք է փնտրել աղբյուրը այս ծնունդի, այս գերբնական երևույթի, կամ էլ նվազագույնը բաժանվել Մարիամից։ Սա հղիանալու մարդկային տրամաբանության կամ եղանակի խախտում է նախքան մերձենալը։ Այս փուլում կամ պետք է շարունակել փնտրել պատասխան կատարվածի համար, կամ պետք է անմիջապես փակել որոնումների տանող դուռը եւ փակել կյանքի այս մուգ էջը, որը քիչ հետո դարձավ մարդկության պատմության ամենալուսավոր էջը։ Այսպիսով ինչու է գերբնական Մարիամի հղիությունը։ Առաջին այն գերբնական է, քանի որ առանց ամուսինների մերձեցմանը, եւ երկրորդ ապացույցը, որ գերբնական է այս հղիությունը, համարի վերջում ենք տեսնում, որ ցույց է տալիս հղիանալու աղբյուրը։ Նայեք համարի վերջին մասին, նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանված էր, նախքան նրանց միմյանց մերձենալը, Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Սուրբ Հոգուց, սա ցույց է տալիս ծագումը, աղբյուրը։ Սրանով Մատթեոսը նշում է, որ հղիության պատասխանատուն ոչ Հովսեփն է, ոչ էլ որևէ այլ տղամարդ, եւ ոչ էլ Մարիամը նույնիսկ, այլ Սուրբ Հոգին։ Այս հղիությունը իրականացել է Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով։ Իսկ ինչպես է դա տեղի ունեցել։ Մեթյու Հենի լավ է գրում այս մասին, խնդրում լսեք։ Քրիստոսի մարմնավորման խորհուրդը
պետք է առաջացնի երկյուղած հիացմունք, այլ ոչ թե փորձ խորամուխ լինելու եւ այն ամբողջությամբ բացատրելու։ Եթե մենք ի վիճակի չենք հասկանալու ոչ հոգու ուղիները սովորական մարդկանց ձևավորման մեջ, ոչ էլ թե ինչպես են ոսկորները կազմավորվում հղի կնոջ որովայնում, ինչպես ժողովողն է գրում, ապա առավել եւս չենք կարող ըմբռնել, թե ինչպես է այս օրհնյալ Հիսուսը ձևավորվել կույսի արգանդում։ Մեջբերման ավարտ։ Սաղմոսում Դավիթն այսպես է գրում 139:14-16 Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի։ Զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ է հասկացել։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը եւ ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, եւ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Մենք նույնիսկ ոչ գերբնական ծնունդները չենք կարողանում հասկանալ, այդ ինչպես է լինում։ Ուր մնաց հիմա կարողանանք հասկանալ այս գերբնականը, որտեղ որ նույնիսկ տղամարդու մասնակցություն չկա։ Թե ինչպես են կնոջ որովայնում ոսկորներ ձևավորվում, սա մեծ զարմանք է մեզ համար։ Միթե արդեն հրաշք չէ մեզ համար սովորական դարձած ծնունդները։ Միթե զարմանալի չէ նույնիսկ դա, իսկ որքան ավելի զարմանալի կլինի, երբ Հովսեփի տեսանկյունից հարցին նայենք։ Իր կինը հղի է։ Ամենատրամաբանական պատասխանը հետևյալն է. նա շնություն է արել։ Ուրիշ բացատրություն նա չէր կարող ընդունել։ Եվ սա գերբնական բան է, որ տեղի ունեցավ, սա ցնցող է, աստվածային է եւ հեղինակը Սուրբ Հոգին է։ Այս հարցը առաջինը տվել է հենց ինքը Մարիամը հրեշտակին, երբ նա այս լուրը ստացավ նրանից, թե ինչպես դա կարող էր լինել։ Ղուկասն է գրում 1:26-ում 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո մոտից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից, հիմա արդեն Դավթի տուն արտահայտության ավելի ուշադիր կլինեք, Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Հրեշտակը գալով նրա մոտ ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովեց եւ մտքում խորհում էր, թե ինչ բան է այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ գտար եւ ահա կհղիանաս ու կծնես մի որդի եւ անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի»։ Ուշադրություն, եւ Տերը Աստված նրան կտա նրա հոր Դավթի աթոռը։ Տեսնում եք կապը նորից։ Եվ նա հավիտյան թագավորի Հակոբի տան վրա ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Իսկ Մարիամը մեր նման կամ Հովսեփի նման, տեսեք ինչ է հարցնում. ինչպես կպատահի ինձ դա։ Քանի որ տղամարդ չեմ ճանաչում։ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ Բարձրյալի զորությունը Հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնվելու Սուրբ է եւ Աստծու որդի պիտի կոչվի։ Աստծո զորությունը Հովանի կլինի, ասում է։ Հովանի բառը նշանակում է ծածկել կամ ստվեր գցել։ Հունարեն էպիսխիազո բառն է, բառացի գործածվածը ստվերի իմաստով, իսկ փոխաբերական իմաստով օգտագործվում է որպես ծածկել, ստվեր գցել իր վրա։ Այս բառը գրված է Մարկոս 9-րդ գլխում 7-րդ համարում այսպես. «Ամպը ծածկեց նրանց եւ լսվեց մի ձայն. Սա իմ սիրելի որդին», նույն բառն է գործածված։ Ամենաբարձրյալի զորությունը ստվերեց Մարիամին։ Թե ինչ արեց այնտեղ, ինչպես արեց, դա մենք չգիտենք։ Եվ ստվերեց այնտեղ Մարիամին նշանակելով աստվածային հղիությունը, բայց այս բառը ստվերել չի նկարագրում եղանակը, ինչպես է այն արել, ինչպես է տեղի ունեցել։ Պարզապես ասում է, որ այսպես կլինի։ Ահա սա է Աստծո գործածած եղանակը Հիսուսին աշխարհ բերելու։ Նա այդ արել է գերբնական ճանապարհով, առանց ամուսինների մերձեցման եւ իր Սուրբ Հոգով ստվերելով կամ ծածկելով կամ այցելելով Մարիամին։ Չէ՞ որ հրեշտակը Մարիամին ասաց, որ սա Բարձրյալի զորությունն է։ Միթե մեծ բան է Բարձրյալի համար անել այն, ինչ ուզում է։ Իհարկե ոչ։ Իսկ մեզ համար մինչև իսկ նրա ամենօրյա գործողություններն են անհասկանալի եւ զարմանալի։ Իսկ այս դեպքում նրա հետ կատարվածը վեր է մարդու ամենավառ հասկացողությունից անգամ։
Եվ այս փաստին չի դիմանում մարդկային ոչ մի միտք, չի կարողանում գտնել որևէ տրամաբանական լուծում եւ ստիպված է հնազանդվել Բարձրյալին, խոնարհվել նրա իմաստության ու հանճարի առջև կամ ըմբոստանալ սեփական անհասկացողության պատճառով։ Սիրելի մարդիկ, դուք ընդունում եք ողջ սրտով այս փաստը, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը Մեսիան եւ Թագավորը Սուրբ Հոգուց է։ Ընդունում եք ողջ սրտով, որ այս աշխատանքը եղել է ճիշտ այնպես, ինչպես հիմա լսում եք Սուրբ Գրքից։ Այս հարցին ձեր տված պատասխանները ցույց կտան, թե ինչպես եք վերաբերվում Աստվածաշնչի անսխալականությանն ու ներշնչվածությանը։ Այս համարի վերջին հարցը. ինչու էր Աստված ընտրել հենց այս եղանակը։ Ինչու ոչ ամուսիններից, այլ Սուրբ Հոգուց։ Ինչու էր կարևոր, որ երկրային ֆիզիկական հայր չլիներ։ MacArthur-ը այսպես է գրում սրա մասին. Քրիստոսի մարդկային բնույթը հավերժական չէ։ Այն սկիզբ ուներ։ Հիսուսի անձի մեջ աստվածային եւ մարդկային բնույթները միավորվեցին։ Այսինքն Հիսուսը պետք է ունենար երկու բնություն։ Առանց կուսական հղիացման Հիսուսի անմեղության համար երաշխիք չէր լինի։ Ադամի մեղքի պատճառով նրա սերունդները մեղավոր էին։ Եվ Ադամի սերունդները մահանում էին, ինչպես Սուրբ Գիրքը հայտարարում է։ Մահը կարող է տեղի ունենալ նախքան նորածինը կհասկանար ճիշտը սխալը, դրանով կապացուցել, որ մեղքի վիրուսը, այսպես ասած, իր վրա է ազդել։ Անմեղ Հիսուսի մարդկային մարմինը ենթակա եղավ մահվան միայն այն պատճառով, սա չմոռանաք, որ Աստված նրա վրա դրեց մարդկության մեղքը պարզապես։ Դա իր մեղքը չէր, նա անմեղ էր։ Այսինքն պետք է Աստված այնպես աներ, որ նաև դառնար մարդկության ներկայացուցիչ, եւ լիներ անմեղ, եւ լիներ Աստված։ Վերջապես Հիսուսի կուսական ծնունդը պետք է լինի քրիստոնյայի հավատի խոստովանության մի մասը, գրում է նա։ Հիսուսի ծնունդը նրան տվեց ֆիզիկական մարմին, իսկ հակաքրիստոսի ոգին հերքում է, որ Հիսուսը մարմնով է եկել։ Հիշում եք Հովհաննես, առաջին Հովհաննես 4:1-3, բայց հավատացյալները խոստովանում են, որ Հիսուսը մարմնով է եկել։ Ով որ չի հավատում, որ Հիսուսը մարմնով է եկել, նեռի հոգուց է, գրում է Հովհաննեսը։ Ահա թե ինչու է պետք կուսական ծնունդ կամ հղիություն կամ առանց ֆիզիկական հոր, այլ Սուրբ Հոգուց, որ նա չմասնակցեր մարմնի մեղքին, նա մեղավոր չէր կարող լինել։ Եթե նա մեղավոր լիներ, դա չէր կարող իրականացնել փրկությունը։ Սա Աստծո ընտրած եւ գործածած եղանակն է Հիսուսին ֆիզիկական ծնունդ տալու համար։ Սա առաջին եղանակն է, այն գերբնական ճանապարհով է եղել ամուսինների մերձեցման բացակայության պայմաններում եւ աղբյուրն էլ Սուրբ Հոգուց։